Անդիմության աջակցելով մասնավորապես աջակցում նաև Սամվել Կարապետյանը եւ ուժեղ Հայաստանը։ Համապետական ընտրություններին եւս աջակցելու եք։ Այո, իհարկե։ Դիտարկում եմ Սամվել Կարապետյանին այն ուժը, որով հնարավոր է իշխանությունը հեռացնել։ Այս արհեստական խոչընդոտները ինչով եք պայմանավորում։ Ներքին վախերով իշխանությունների, քանի որ հասարակության ոչ ամբողջական զանգված տիրապետում ուժեղ Հայաստան տերմինին, իրանց համար ուժեղ Հայաստան տերմինը դեռ խորթ է, իրանք ուզում են Սամվել Կարապետյանն արանքից անեն, որ մարդիկ չիմանան, որ խոսքը արվում է Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին, եւ դա է հիմնական պատճառը, վախերը Սամվել Կարապետյանի եւ անձից, եւ անցյալից, եւ ապագա հնարավոր ուժից, որովհետեւ իրանք հալավեր հասկանում են, որ իրանք պատժվելու են, եթե իշխանությունը փոխվեց, իրենց նախկին արածների համար այս իշխանությունը մինչև վերջին կոպեկը պատժվելու է։ Որ արածների համար, ինչի համար։ Հայրենադավության, տիրադավության, երկիրը թշնամուն հանձնելու, խոստումները գլուխը պատն է տալիս, եթե ասում է իրական Հայաստանը սա է, որտեվ նա մի ընտանիք չի կարող կառավարի, երկիրը ոնց պետք է կառավարի, իր պատկերացրած իրական ընտանիքն էլ իր ընտանիքն է, Հայաստանը իր Հայաստանը պատկերացրած, խոսքը վերման Նիկոլ Փաշինյանն։ Ով չեք այսօր տարիներին։ Չէ, իհարկե, ես իր այդ իշխանատեղափոխության կամ իշխանազավթման առաջին օրվանից ես իրեն պայքարել եմ, լինելով 10 տարի հանրապետական ընդդիմադիր, իրանց միացել եմ հանրապետական, որ իրեն պայքարեմ, իրանց ո՞նց կարող եմ զգոհ լինեմ։ Ինքը իմ թշնամին է, ինքը իմ պետության, իմ հայրենիքի թշնամին է, իմ երկրի, իմ ազգի, Նիկոլ Փաշինյանը։ Ինչ ակնկալիքներ, ինչ սպասումներ ունեք համապետական ընտրություններին։ Դե ասացի, սպասումներս, որ ուժեղ Հայաստանի հետ միասին կարողանանք այս հայրենադավներին հեռացնել փոխանցողներին։ Ուժեղ ապագայի հույս ունենք, լավը հարաբերական է, բայց կարանք ուժեղ լինենք։ Լավ չլինենք, բայց ուժեղ լինենք։